Երեմիա 19:4 Նրա համար, որ ինձ թողեցին եւ օտարացրին այս տեղը եւ նրանում խունկ ծխեցին ուրիշ աստվածների, որոնց չէին ճանաչում իրենք եւ իրենց հայրերն ու Հուդայի թագավորները, եւ այս տեղը անմեղների արյունով լցրին։ Ինչ տեղի մասին է խոսքը։ Գուցե դա մարդու սիրտն է, հոգին, որ Աստծո տաճարն է։ Ամենը, ինչ մարդն անում է, ազդում է իր հոգու վրա։ Երբ մեղք է գործում, այն բաժանում է ձեզ Աստծուց, տանում հավիտենական կորստյան։ Ուստի դարձի եկեք, դիտենք վկայությունը։ Մոտ 20 տարի չէի կարողանում ձեռքս բարձրացնել։ Լսեցիք, բարեկամներ, գրեթե 20 Բարձր տարի։ տեղից եմ ընկել։ Ինչքան եք կարողանում բարձրացնել ձեր ձեռքը։ Միայն այսքան։ Ցավեր կային։ Անգամ կախիչով հագուստից չէի Իսկ հասնում։ ցավեր կային։ Այո, Հիմա բարձեք երկու ձեռքերն էլ, խնդրեմ օգնեք նրան բարձրանալ այստեղ, եկեք քույրս, քանի տարեկան եք։ ես 76 տարեկան եմ։ Դուք իմ տարիքին եք։ Մենք երկուսս 76 տարեկան ենք, քանի տարի չեք կարողացել բարձրացնել ձեռքերը։ 20 տարի, դոկտոր Սուարես։ Այն ժամանակ ո՞նց էիք անում։ Այսպես, անգամ զգեստներս չէի կարողանում կախել։ Իսկ հիմա կարողանում եք ձգվել ու կախել ձեր հագուստը։ Չէր ստացվում։ Վեր պարզեք ձեր ձեռքերը, քույրս, տեսեք նա որքան է բարձրացրել ձեռքերը։ Տերն օրհնի քեզ, քույրս։ Աղոթենք։ Հայր, ես աղոթում եմ այս ժողովրդի համար։ Ես հատուկ աղոթում եմ այն մարդկանց համար, որ կանգնած են լուրջ որոշում կայացնելու առաջ։ Հիսուսի անունով հիմա վռնդում եմ չարին այս մարդկանց կյանքից, իսկ ժողովուրդը թող պարզի ձեռքերն ու ասի. ես հավատում եմ Տեր, ահա սա է ձեր հաղթությունը։ Միասին ասեք. ամեն։